Ճարտարապետությունը։ Ճարտարապետությունը երևի ամենակարևորը կրթությունն է։ Երկրորդ ամենակարևոր բանը, որ ճարտարապետությունը իրանից ներկայացնում է, դա քաղաքակրթությունն է։ Առանց քաղաքակրթության ճարտարապետություն չի կարող զարգանա։ Եվ ճարտարապետությունը այն առարկան է, որը պետք է անպայման սովորես։ Դա այնպես չի, որ միայն տաղանդ է, միայն նաև գիտելիքներ են, շատ գիտելիքներ և բավականին մեծ ուրիշ մասնագիտություններից տեղեկություններ և փորձ ձեռք բերելու ճանապարհ է։ Ինչու ես ասացի քաղաքակրթությունը, որովհետև երբ որ քաղաքակրթությունը ոչ թե հեղափոխություններով է շարժվում, ոնց որ քաղաքական կյանք, այլ շարժվում է ավելի մեղմ, ավելի ճիշտ տրամաբանությունով, հիշողությունը ավելացնելով վարպետների, նախկին վարպետների մակարդակին անդրադառնալով, նորը ստեղծելով, և այդ ճանապարհը սարքում է էվոլյուցիոն, ինչպես հին Հռոմը ընդունեց Հունաստանին, Հունաստանի մտածելակերպը, Հունաստանի ճարտարապետությունը և զարգացրեց, հասցրեց մինչև փայլուն աստիճանները։ Ես միշտ օրինակ եմ բերում Պանթեոնը, որը կառուցվեց առաջին դարում և 1500 տարի հետո նոր կարողացան իրան մի քիչ մոտիկ գմբեթ սարքեն, բայց 43 մետր Պանթեոնի գմբեթն էր, իսկ Սուրբ Պետրոսի գմբեթը 33 մետր էր, 1500 տարի հետո։ Իսկ մենք ճարտարապետության մեջ չենք շարունակում, մենք քանդում ենք այսօր մեր քաղաքը և այնպիսի մի հատ նպատակ կա, որ մենք եկել ենք, ուրեմն մենք ամեն ինչ գիտենք և այդ հիմքերը, որոնք միջնադարի ճարտարապետությունը մեզ փոխանցել է, մենք չենք ուզում օգտագործենք։ Այսօր ճապոնական ճարտարապետությունը երևի իր զարգացման մակարդակով, եթե առաջինը չի, երկրորդն է։ Բոլոր տեխնիկական և գիտական բաները սկսած նյութ օգտագործելուց, գիտական բոլոր նվաճումները օգտագործելով, բայց ինքը մնում է ճապոնական ճարտարապետություն։ Անգամ մեքենաները, երբ որ արտադրվում են Ճապոնիայի կողմից, անմիջապես կարելի է տեսնել, որ դա ճապոնական ավտոմեքենա է։ Ոնց կարելի է հայկական ճարտարապետությունը համարել հետամնաց և համարել, որ ուրիշներից, որ ընդօրինակում ես և ներկայացնում ես 20 տարի հետո նրանց անցյալի արածը, համարել, որ սա այսօր հայկական ժամանակակից ճարտարապետություն։ Դա վիրավորական է ազգի համար, որը ունի այնպիսի մի ճարտարապետական պատմություն միջնադարի, որ երկրաշարժից ցավոք սրտի հետո եկան բավականին մեծ հեղինակություն ունեցող ճարտարապետներ, որոնց թվում էր նաև Ալ Պագոնեն, իտալացին, շշմել էր մեր միջնադարյան ճարտարապետության վրա։ Ալբոմներ հրատարակեց, ուղարկեց մեզ, որ դուք նայեք, ձեր ճարտարապետությունը ինքներդ ուսումնասիրեք, հասկացեք, թե դա ինչ գանձր է։ Այդքանը ճարտարապետությունը իհարկե քաղաքագիտություն։ Հին Հռոմը հարյուրավոր կիլոմետրերից ջուր էր բերում, որ ջուրը տաքացնի, որ ժողովուրդը մաքուր լինի, ճիշտ մտածի և
ստեղծագործ։ Կալիգուլան փայտի քաղաքը քանդեց, այրեց, որ նոր քաղաք կառուցի, որ հզոր Հռոմը ունենա այնպիսի մի ճարտարապետություն, որը այսօր ով որ գնում է, մեկը պետք է գնա Իտալիա, որ գոնե այդ հիմքերը ճարտարապետության, այդ հումանիզմը, որը եկավ հույներից, կարողանան արդիկ ընկալել։ Ճարտարապետի հետ համեմատում են այն մարդկանց, որոնք քաղաքականության մեջ ինչ-որ նվաճման են հասել, ինչ-որ մի նոր բան են արել։ Օրինակ, լավ օրինակ չի, բայց Գորբաչովին ասում են արխիտեկտոր Պերեստրոյկի, բայց ասենք թե Ռեյգանին էլ ասում են արխիտեկտոր Խալոդնայի վայրենի կամ չգիտեմ ինչ։ В общем, համեմատում են ճարտարապետը, ինչի համար, որովհետև ճարտարապետը ստեղծող է, ճարտարապետը կառուցող է, ճարտարապետը քանդող չի։ Այսօր ցավոք սրտի ճարտարապետի հեղինակությունը բերել են, հասցրել են շատ ցածր մակարդակի։ Եվ դրանով է, որ այսօր բոլորը ճարտարապետությունից տեղյակ են, բոլորը ճարտարապետությունը որպես արվեստ չեն ընդունում, որպես գիտելիք, որպես մասնագիտություն չեն ընդունում, համարում են, որ բոլոր հայերը ճարտարապետ են։ Զարմանալի բան, շատ զարմանալի։ Ես հարգանքի մասին չեմ ասում, այլ չկա հարգանք։ Եվ երևի մենք պետք է մտածենք դրա մասին, որ մեր հեղինակությունը կարողանանք բարձրացնել, ոչ թե ամեն մեկը կանգնի եւ մյուսին փնովի կամ երկիրը միշտ բարգավաճում է, երբ որ գեղեցիկ ճարտարապետություն, երբ որ հզոր ճարտարապետություն։ Եթե ճարտարապետությունը ընդունում է, որ ասենք այստեղից բանան բերեցինք, այնտեղից ապելսին բերեցինք, այնտեղից մեքենա բերեցինք, այստեղից հագուստի նորաձևություններ բերեցինք, ապա ինչու ճարտարապետություն չբերենք։ Արհեստական ուրիշի կենցաղը բերել, կապել մեր հողի հետ շատ սխալ եմ համարում։ Ճարտարապետները պետք է շատ զգույշ լինեն, զգոն լինեն։ Ռուսաստանի երկրում կարելի է ապակի անել լրիվ շենքը, այնտեղ խնդիր չկա, արևի պակաս կա, բայց Երևանում ապակոպատ շենք անել եւ չպաշտպանել, իմանալով մեր կլիմայական պայմանները, մեր փոշին, մեր վիճակը եւ այդ այսօր ինչ է նշանակում 30 հարգանի շենք Երևան։ Այդ մոտեցումը էլի ումից ենք պակաս, ոնց Վրաստանում սարքել են բամի 5 հատ էլ մենք չսարքենք, տապալում է ամեն ինչ, տապալում։ Կներեք։